Հարցազրույց եմ հրավիրում հարգարժան Նարինե Աղաբալյանին։ Այսօր դուք հանրահավաքի եք, կարելի ասել երկար դադարից հետո Հայաստանում դիմադիր պայքարի տարբեր փուլերի ձախողումներից հետո այսօր Արցախցին այլևս չդիմացավ, ոտքի կանգնեց եւ ուզում եմ հասկանալ ինչ վիճակում է, նախ խնդրեմ ներկայացնեք դուք սոցիալական տեսանկյունից ինչ վիճակում է գտնվում մեր Արցախցին, որովհետեւ մարզերից բավական մտահոգիչ տեղեկատվություն ենք ստանում, մարդիկ բնակարան չունեն, մարդիկ սովի մատնված վիճակ է ուղղակի, եկեք սկսենք սոցիալական խնդրից, խնդրեմ։ Եվ ստանձնելու դրանցից բխող կարգավորությունները։ Արցախից բռնի տեղահանված կൂട്ടակաց կենսաթոշակային գումարների ժողովուրդը, ընտանիքները այսօր ծրված են Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր բնակավայրերում եւ ամեն օր, ամեն ժամ հաղթահարում են բազմաթիվ խնդիրներ, ոչ միայն իրենց ցավի, տառապանքի, կորստի խնդիրները, այլև սոցիալական գոյության խնդիրը։ Բայց այսօր ես վստահեցնում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ չեն եկել բացառապես սոցիալական խնդիրների համար եւ ես շնորհակալ եմ նաեւ մեզ միացած բոլոր այն գորիսեցիներին, տաուշցիներին, մեր մյուս բոլոր մարզերից այստեղ գտնվող մարդկանց ես ուրախ եմ, որ այսօր այստեղ միայն Արցախցին չի կանգնած, որովհետև սա իսկապես միջազգային իրավական եւ սոցիալական խնդիրների համար հավաք չէ եւ այն որ դուք նշում եք որ երկար դադարից հետո այո դադարներ կարող են լինել կարող են հավաքական այսպես միտինգներ չլինել բայց դա չի ամենևին չի նշանակում որ Արցախցին հաշտվել է իր ցավի հետ իր կորստի հետ եւ ժամանակ առ ժամանակ այս մղումը հավաքելու է բոլորին եւ հավաքելու է եւս մեկ անգամ հաստատելու որ այդ ցավը մեր սրտի մեջ պահելով մենք շարունակելու ենք պայքարել մեր իրավունքների համար եւ առաջնահերթորեն մեր վերադարձի իրավունքների համար նաեւ մեր այն հայրենակիցների համար ովքեր գտնվում են այսօր Բաքվի բանտում եւ տառապում են լոկ նրա համար որ իրենք հայ են որ իրենք պաշտպանել են հայրենիքը որ իրենք հոգացել են իրենց ժողովրդի մասին եւ նաեւ շարունակելու ենք պայքարել պահանջելով միջազգային բոլոր կառույցների, բոլոր պատասխանատուների, գերտերությունների, ուժային կենտրոնների գործուն քայլերը ճնշելու սանկցիաներ կիրառելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, որովհետև ժողովրդավարական արժեքներից խոսող, ժողովրդավարական արժեքների մասին մտածող կամ մարդու իրավունքների համար պատասխանատու կառույցները չեն կարող անտարբեր լինել այս իրավիճակի հանդեպ։ Աշխարհում ամեն օր ինչ որ նոր աղետ է լինում, ամեն օր ինչ որ խնդիրներ են ծագում, բայց այն ինչ որ կատարվել է արցախցիների հետ հատկապես 2023 թվականին դա որևէ այլ աղետով կամ այլ խնդրով չպիտի ստվերվի եւ մենք պիտի հետամուտ լինենք մեր իրավունքների պաշտպանությանը։ Աղաբալյան, տեսեք, տարբեր միջազգային հարթակներում խոսվում է Արցախի բնորան հայրենիք վերադառնալու կարևորության, անհրաժեշտության մասին։ Խոսվում է նաեւ գերիների ազատ արձակման մասին։ Նման հայտարարություններ են արդեն հստակ հնչում 23 գերիներին ազատ արձակելու, ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու այդ կոչը հնչեց նաև այստեղ Հայաստանում մի քանի այսպես հավաքներով, բողոքի ակցիաներով, որին դուք նաև ակտիվ մասնակցում եք, որևէ արձագանք Հայաստանի իշխանություններից չկա, որևէ գործում քայլ մենք չենք տեսնում։ Եթե Հայաստանի իշխանությունը զրո վերաբերմունք ունի այս ամենին, ինչ հաջողության կարող ենք մենք միասին հայ ժողովուրդը առանց իշխանական լծակների օգտագործման հասնել։ Եթե իշխանությունը ասում է, որ ինքը պայքարում է, ինքը ներկայացնում է մեր իրավունքների հարցը,
տարբեր ատյաններում, տարբեր հարթակներում եւ եթե արդյունքի չի հասնում, եթե արդյունքը մնում է անփոփոխ, ուրեմն մենք պիտի միավորվենք եւ մեր հավաքական ձայնով ստիպենք թե իշխանությանը եւ թե միջազգային կառույցներին գործուն քայլերով ապացուցել իրենց հավատարմությունը արժեքներին, իրենց հանձնառությունը մարդկանց իրավունքների հանդեպ իրականացնելու եւ հասնելու իսկապես այն արդյունքին, որը ակնկալում է Արցախի ժողովուրդը։ Հստակ եմ լսել եք հայտարարությունը ազգային ժողովում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրեն իրավունք վերապահեց ասելու, որ փակված են համարում Ղարաբաղյան հարցը։ Դա գրեթե նույն տրամաբանության մեջ է, որ ասվում էր հայոց ցեղասպանության աստիճանացման գործընթացն ենք անում օրակարգից։ Դա մեկը մեկի շարունակությունն է։ Ես կխնդրեմ ձեր արձագանքը։ Հանրահավաքի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ ընդհանրապես ցանկացած ոք պիտի հասկանա, որ իր ցանկությամբ չի դադարում կամ վերսկսվում Արցախյան շարժումը։ Արցախյան շարժումը շարունակվելու է սերնդեսերունդ եւ այսօր որևէ մեկը պարզապես չի կարող ասել, թե 10 տարի հետո Արցախը ումն է լինելու, արդյոք մնալու է Ադրբեջանի գերության մեջ, թե հայը վերադարձնելու է եւ վերադառնալու է իր բնորանը։ Յուրաքանչյուր սերունդ պայքարում է իր իրավունքների համար, յուրաքանչյուր սերունդ ժառանգում է այդ հանձնառությունը պահպանելու հայրենիքը, իր հայրենիքում ապրելու։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ մեր այսօրվա երիտասարդ սերունդը եւ մեր հաջորդ սերունդները տեր են կանգնելու իրենց իրավունքին եւ որևէ մեկը չի կարողանալու կասեցնել իրենց պայքարը։